Սիրելիներս այստեղ լոլիկ ենք խորովել, ոչ միայն լոլիկ, նաև բիբար, այսպես բացեմ, թողել ենք մի քիչ հովանա, դեռ տաքա, թողնենք մի փոքր կհովանա, որ հեշտ մաքրենք, այստեղ էլ սմբուկն է, էլի խորոված ամբողջը, ինչ էլ տաք, դեռ չի հովացել, թողնենք մի հատ հովանա, մի 10 րոպե ինձ թվում է բավական է, որ հովանա, մաքրենք, սիրելիներս, կպատրաստենք կարագով, այսպես ամեն ինչով, համով կպատրաստենք ու կվայելենք սիրուններս։ Սիրուններս ինեսուկին սոսկայից կտրացնելու հարմարանք եմ մտածել, սոսկայի վրա քսել եմ տոմատի մածուկ, արդեն առաջարկել եմ մի անգամ կերել է, հրաժարվել է, ասզվում է արդեն սոսկայից, հիմա դնում ենք այստեղ, երբ ուզի կտամ, բայց միևնույնն է, ուտելուց հետո զզվում է, էլ չի ուտում։ Սիրելիներս մաքրել ենք բիբարը, պոմիդորը, սմբուկը, լվացել ենք, մի հատ ջրովանց ենք կացրել, հիմա արդեն դրել ենք, որպեսզի պատրաստենք, հիմա կպատրաստենք սոխով, կարագով, կարմիր մի փոքր կծու պղպեղով և կվայելենք։ Սիրելիներս դրել ենք արդեն թավան կրակին, սմբուկը իր հյութի մեջ արդեն եփվում է, բուսայուղ չենք ավելացրել ենք սոխը, աղը նախապես ավելացրել ենք, հիմա մի լավ կտոր կարագ ենք դնում, որպեսզի համը իդեալական լինի, որովհետև կարագով պատրաստված յուրաքանչյուր բան շատ համեղ է ստացվում, սմբուկն էլ պարտադիր պատրաստում ենք կարագով, որովհետև կարագով շատ համեղ է ստացվում։ Հիմա կափարիչը կփակենք սիրելիներս, որպեսզի այս ամբողջը միախառնվեն և իր այդ գոլորշու մեջ սկսի պատրաստվել։ Սիրելիներս մեր համեղությունը արդեն պատրաստ է, եկեք միասին վայելենք։ Ինես, հետ ուրա։ Սիրելիներս սուրճ ենք խմում, ստեղ շոտիկը խիլոք չեր մնում, անընդհատ Ինեսուկի մազերն է քաշում, Ինեսուկն ջղայնանում է, Ինեսուկը առանձին իջավ գնա, որ իր մուլտիկը նայի, ասել ինչ որ խաղալիք եմ տվել, որ գոնե մի քիչ խելոք գնա, հալակ սուրճս խմեմ, տանեմ քնացնեմ։ Այլ բերիզ էին գնացել, պատվեր կար վերցնելու, վերցրեցի, հիմա էլ որոշեցինք մի հատ սուրճ խմենք, այդպես սիրուններս, ուզում եմ նաև պատմեմ, ոնց Ինեսուկին սոսկայից կտրացրեցի, արդեն 2 օր է, 2 օր է, չէ՞ մա, որ սոսկա չի ուտում Ինեսը, հա, 2 օր է սոսկա չի ուտում Ինեսուկը, մի քանի անգամ աղ քսեցինք սոսկի վրա, հետո կարմիր բերեց, քաղցր քսեցինք, ինքը մի հազիզ լպստեց, հետո անցավ քսեց էլի ուտել է, այս անգամ տոմատ արեցինք սոսկայի վրա, տոմատը սենց չորացավ սոսկի վրա, տենց էլ մնաց, մի քանի անգամ փորձելուց հետո հասկացավ, որ չէ, դուրի չի գալի, արդեն 2 օր է, 3 ժամը 9 կլիներ, 9-ից այդ սկսեցինք, այդ տոմատի խարդախությունը սկսեցինք, մինչև հիմա
Սոսկա չի կերել։ Գիշերն է չի կերել հարապես։ Հիմա էլ չի կերել։ Մենակ կաթա կերել ու քնել է։ Այնքան տհաճ բան էր, որ այս սոսկան ուտում էր, ծորանքը ամբողջությամբ այս հագուստը թրջում էր, այն չէր էլի կողքից էլ սիրուն չէր նայվում, որովհետև ինքը մեծ է արդեն, իմաստել չկա, որ սոսկա ուտի, ուղղակի դժվար էր կտրացնելը, բայց ոնց որ այն հարմարանքը գտանք, որ ինքը միանգամից կտրվեց։ Տոմատն էլ թթվաշ է, երևի այդ թթվաշ համից ինքը չի ուզում ուտի։ Գիշերը մի պահ ասեցի Ինես ֆուն ուզում ես, իստված էսա կասի հա ու էլի կսկսի ուտելը, բայց ասավ նու անի նու չեմ ուզում ուտեմ։ Շատ գոհ եմ, որ կտրվեց, ընդհանրապես տեղակնել չի անում սոսկայի, շատ լավ է, որովհետև այս լնդերը ու ատամները սկսում են ծուռ զարգանալ, այսինքն ծուռ են ձևավորվում, լավ չեն ձևավորվում, եթե սոսկա են ուտում, այս տարիքի երեխաները պարտադիր չի, որ սոսկա ուտեն, բայց դե որ լինում է չես կարում կտրացնես, օրինակ մենք միշտ որ Ինեսուկի ձեռքից վերցնում ենք, ասում էր ֆու սկսում է լացել, գնում էր մի անկյունում նստում, այնքան է լացում, մինչև իր սոսկան տալիս էինք իրան, կամ քնացնելուց ընդհանրապես առանց սոսկայի չէր քնում։ Հիմա այդ տարբերակ արեցինք, հաստատ օգնում է, նենց բան պետք է մտածես, որ սոսկայի վրա լինի, որ ինքը չմաքրվի, այսինքն եթե ինքը մի անգամ ոնց որ կերավ, այդ ամբողջը այդ որ կար սոսկայի վրա գնաց, արդեն նույն սոսկայի համն է անցնում է համը, պետք է այնպիսի բան անես, այնպիսի տհաճ համ դնես, որ երեխեն արդեն ամեն անգամ փորձելուց այդ համը Դե տոմատն է չորացավ, արդեն հիմա էլ կա վրեն քսած, դե մտածում կարող է ուզի, որ այնպես չստացվի, որ մենք չենք տալիս, այլ նենց ստացվի, որ ինքը չուզենա ուտի։ Դրա համար հիմա այնտեղ դրել եմ, որ եթե ուզենա էլի ուտի, էլի նույն պրոցեսով գնանք, ինքը մի հատ դնում է բերանը, սկսում է համը լավ է չի էլի հանում է, բայց կլինի առավոտից մինչև հիմա, ընդհանրապես սոսկա չի ուզել։ Այդպես այ որ կարողանամ նաև պամպերսից կտրացնեմ, շատ եմ ուզում, որ արդեն գարշոկի վրա ինքը նստի, հիմա պետք է այդ ուղղությամբ աշխատենք, տեսնենք, որ տարբերակն ավելի հարմար, այդ տարբերակն էլ օգտագործենք, որ դրան էլ հասնենք, էլի մեծա ինքը կարա ասի, որ ինքը գարշոկի կարիք ունի։ Փոքր զբաղացնեմ, գոնե սուրճը խմեմ, որովհետև ինչքան սուրճ եմ դնում, լրիվ ամբողջը սառում է, չեմ կարողանում խմեմ, արդեն որ 3-րդ անգամ է։ Գիշերն լավ չեմ քնել, երեխեք ընդհանրապես չեն թողում գիշերը քնեմ, գոնե սուրճն է խմեմ, որ մի քիչ գլխացավս կորչի։ Հա որ գլխացավը սկսվում, երբ գիշերը չեմ քնում, կարելի է ասել Ինեսուկից սկսած, մինչև հիմա Աշոտիկի ժամանակ ես ընդհանրապես չեմ քնում, կլինի սա 2 տարի։ Դրա համար իմ գլխացավը միշտ բուժում է սուրճը։ Շատ լավ անցնում է, ես սուրճ խմում եմ 2 դեպքում, երբ որ գիշերը չեմ քնում լիարժեք, կամ որ ուժեղ գլխացավ ունեմ, սովորաբար իմ գլխացավը սկսում է նրանից, որ գիշերը չեմ քնում, դրա համար մի ժամանակ կար, որ ընդհանրապես սուրճ չէի խմում, հետո սկսեց այդ գլխացավերը, դե անկնություն երեխեքի հետ, դրա համար արդեն ոնց որ մի փոքր օգտագործում եմ, առավոտներն եմ մեկ օգտագործում, մեկ էլ կարող է լինի երեկոյան կամ չլինի, օրը մեկ անգամ կամ 2, նայած արդեն գլխացավանքի կարելի ասել, գոնե վերջացնեմ, որ այսպես չմնամ, դե չէ սառում է ու ափսոս է, էփում ես, թափում ես, իմացնել չկա, գոնե խմես, ես այսպես եմ խում, կարող է մի փոքր ֆրթոց գա, խիստ ինչ չդատենք, ես այդպես եմ խում, որովհետև երբ սուրճը տաք է լինում, ես չեմ կարողանում ուղղակի հանգիստ վայելել, պետք է գոնե այդպես խմեմ, որ մի փոքր համարակ ստացվի, ամեն ես չվառվեմ։ Մարդիկ կան սուրճը շատ տակ են խմում մի անգամից, ես դա չեմ կարող, որովհետև քիմքը վառում է, զարմանում եմ ոնց են մարդիկ այդպես խմում։ Սուրճը սիրում եմ դառը, շաքար ընդհանրապես չեմ սիրում, որ փոքր էի 15-16 տարեկան այդ ժամանակ քաղցր էի սուրճը մեկ խմում, դե որ խմում էի, ես էլ ինձ ավելացնում էի, սկսում էի խմել, բայց հիմա արդեն դառն եմ խմում, որովհետև ճիշտ է էլի ասված, որ սուրճը պետք է ինքը իր համով խմես, պարտադիր չի, որ շաքար ավելացնես, իր համը փոխվի, սուրճը ոնց կա իր համով պետք է դու խմես։
Սիրուններս մորաքրոջս տուն են եկել, Արմինես սունկ է պատրաստում կարագով, այստեղ կտեսնեք, որ սունկը մի փոքր շատ է կարմրել, դա կրակից է, քանի որ կրակը անմիջապես սունկի վրա է։ Արմինեն մորաքրոջս աղջիկն է, սիրուններս, ուզում եմ նշել, ինքն էլ ունի իր YouTube-յան ալիքը, երևի շատերը ճանաչում եք, ովքեր որ չեն ճանաչում եւ միացված չեն, միացեք Արմինեի ալիքին, լինքը կդնեմ նկարագրությունների բաժնում, անպայման անցեք եւ բաժանորդագրվեք։